Ինչպես առավոտյան հայտնի դարձավ, ժամը 8-ի շրջակայքում ձերբակալվել է ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը, լեգենդար հետախույզը, պատերազմի հերոսը, որին ժողովուրդը ավելի շատ ճանաչում է կանդազմական հնով։ Տանը իրականացվել է խուզարկության ընթացքում որևէ առարկա քրեական վարույթին առնչվող չի հայտնաբերվել, ավելին ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել։ Նա մեղադրվում է ընտրակաշառքի գործով, մեղադրանքը բնականաբար չի ընդունում եւ այս պահին մենք սպասում ենք որոշմանը, թե դատը երբ է տեղի ունենալու։ Այս պահին նա ունի մեղադրելի կարգավիճակ եւ ձերբակալված է։ Սա Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի դեմքն է, երբ նա իրականություն է դարձնում Ալիևի վաղեմի երազանքները։ 30 տարվա ընթացքում Ալիևը չի կարողացել ձերբակալել Կանդազին, դա այսօր անում են Հայաստանում, մայր Հայաստանում Հայաստանի իշխանությունները։ Բայց ես վստահ եմ, որ այս ժամերի ընթացքում պարոն Ավանեսյանը հայրենասիրության դասեր է տալիս իր շրջապատում գտնվողներին, գուցե այդ խրատներից նրանք որևէ դասեր քաղեն, եւ մարտական լիցքավորված է, ինչպես որ ինքն է միշտ նշում, երբ հարցնում ենք ինչպես ես, մենք սրանով ավելի ենք ուժեղ, մենք սրանով ավելի ենք ուժեղանալու եւ մեզ կոտրել հնարավոր չէ, որովհետեւ փոփոխությունները եկել են, փոփոխություններ լինելու են։ Սամվել Կարապետյանի հետ Հայաստանում չեն լինելու քաղաքական բանտարկյալներ, Հայաստանում չի լինելու քաղաքական հետապնդում։ Ընդամենը մի քանի օրից ընտրություններին հայ ժողովուրդը իր ձայնը տալու է հանուն փոփոխության։ Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու դեպքում անմիջապես մենք ձեզ հետ կկիսվենք, սպասում ենք ժամին, թե երբ կհայտարարեն ժամը, որ մենք տարածենք նաև եւ կհավաքվենք անպայման դատարանի դիմաց։